Բարև ձեզ հայրենակիցներ, սա Փափուկ ուշաղորդաշարն է եւ այսօր իմ հյուրն է հանուն Հադրութի հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանը։ Պարոն Հայրյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, հարցս հետեւյալն է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայության դեմ սկսված պատերազմի արդյունքում մենք մեծ կորուստ ունեցանք, Արցախի կորուստներ եւ այսօր Հայաստանը բավական հյուծված է, բայց ֆիքսենք նաեւ որ Արցախի հայության դեմ ընդհանրապես այդ պատերազմից հետո աշխարհը հայտնվել է турբուլենտ վիճակում եւ մտել է գորշ մի հատ գոտի։ Այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ Հայաստանին տանում են եւս մեկ փուլ, որը կոչում ենք խաղաղության պայմանագրի ձևակերպում եւ հաստատում։ Ինչ եք կարծում, ինչ ետնաբեմ է այս պայմանագրի ետևում, ինչ ծրագրի իրականացման համար է խթանվում այս ընթացքը։ Նախ ասեմ, որ խաղաղության այդ կոչված պայմանագիրը մենակ մի մոսություն է, այդպիսի պայմանագիր անվանել խաղաղության պայմանագիր, որովհետև այնտեղ մենք ավելի շատ տեսնում ենք կապիտուլյացիոն գործողություններ, եթե մին ազգ մի պետություն իր իրավունքները զիջում է մի այլ պետության, ընդ որում առանց ոչ մի բանի դիմաց, որ իրենք էլ հայտարարում են, որ մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրում, որը չի երաշխավորում խաղաղություն, դա պարզ կապիտուլյացիա է։ Եվ ինչու կապիտուլյացիա էր, սա առաջի կապիտուլյացիա է ակտը չի, իմ կարծիքով կապիտուլյացիայի առաջի ակտը ստորագրվել է 20 թվականի նոյեմբերի 9-ին եւ կապիտուլյացիայի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Ինչու այդ ակտը այն ժամանակ կոչվեց ոչ թե կապիտուլյացիոն ակտ, այլ համաձայնագիր, եռակողմ համաձայնագիր, որովհետև կապիտուլյացիան ակտի արդյունքում պետք է իշխանությունները հրաժարական տային, որպեսզի իշխանությունը հրաժարական չտա, աննը դրեցին եռակողմ համաձայնագիր։ Եվ ասածս հասկանալի լինի, եկեք հիշենք, թե նոյեմբերի 9-ի թղթից հետո ինչպես էր Ռուսաստանի նախագահը կրծքով պաշտպանում Հայաստանի կոլաբորանտ իշխանություններին, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը չի կարելի անվանել դավաճան, չի կարելի անվանել Եվրոպա մեծ եւ ընդհանրապես նա ընդունել է շատ դժվար որոշումներ, այսինքն իր ազգի համար դժվար որոշումներ։ Դրանից բացի Պուտինը ավելացրեց նաև մի խոսք, որ թե Հայաստանը որոշի պայքարել իր անկախության համար, ազատության համար, դա կլինի ինքնասպանություն Հայաստանի համար։ Այսինքն ֆոն են ստեղծում, որ իբր թե այդ կապիտուլյացիոն ակտը Հայաստանի համար փրկության օղակ էր, որի վերջը տեսակ ինչ է եղել։ Հիմա այս համաձայնագիրը, որ մենք տեսնում ենք, որ անվանում են խաղաղության պայմանագիր, մեր կապիտուլյացիայի երկրորդ ակտն է։ Այսինքն այդ ակտով մենք հրաժարվում ենք Ղարաբաղից ընդհանրապես, ստիպելու են, որ ստորագրվի սահման ընդունի Հայաստան այն սահմանները, որը մեզ պարտադրվել է ռուս-թուրքական 21 թվականի էլի կարելի ասել կապիտուլյացիոն մեր համար կողմից նայած կապիտուլյացիոն պայմանագրով, այսինքն ստացվում է, որ կապիտուլյացիոն առաջի ակտից հետո իշխանությունը հրաժարական չտվեց, դրա համար պատրաստում են կապիտուլյացիոն երկրորդ ակտը, ու քանի որ նայելով մեր իշխանությունների գործողություններին, տեսնելով, որ կրկին հրաժարական տալու ցանկություն չկա այս մարդկանց մոտ, նշանակում է մեզ սպասում է նաև կապիտուլյացիոն երրորդ ակտը, իսկ մենք ուրիշ ինչ ունենք տալու այս պահին, դա Հայաստանի ինքնիշխանությունն է։ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է, որտեղ մենք մեր շահերի համար պայքարելու փոխարեն մեր իրավունքները տալիս եք մեր թշնամիներին եւ հայտարարում, որ խաղաղության պայմանագիր են կրկում։ Հիմա գանք այս խաղաղություն բառին, որտեղից է առաջացել, ինչ է առաջ։ Խաղաղություն բառը առաջացել է Կրեմլի կոյուղատարերում
եւ առաջացել է ոչ 20 թվականի նոյեմբերի կեղտոտ թղթի ստորագրությունից հետո ոչ անգամ 44-օրյա պատերազմի արդյունքները հաշվի առնելով, այլ նախորոք է առաջացել, նախորոք նստել են Մոսկվայում պլան են գծել, ինչպես կարելի է հարվածել Հայաստանին ոչնչացնել, ինչի համար են հարվածել ոչնչացնել, մենք կանդրադառնանք մեր խոսքի մեջ, բայց հիշենք, նաև ռուսական մի օդիոզ գործիչի էլ հիշենք, Շոյգուին, որը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ իրենք թուրքերի հետ դժվար օպերացիա են իրականացրել Արցախում։ Հիշենք մի ուրիշ միջադեպ, որ նոր է դուրս եկել լույս աշխարհ, որ ակնայի այդ հետախուզական կետը փակելու ժամանակ գեներալ Իստրակովն ելույթ է ունեցել, որ մենք վաղորոք, նախորոք Այո։ Ես էլ տեսա այդ ժամկետից շուտ կարողացանք մեր առաջադրանքը կատարել Արցախի հայերին մաքրել։ Իսկ ինչու խաղաղության պայմանագիր, որովհետև ռուսները մտածել են հարվածել Հայաստանին, բայց այդ հարվածի հետևանքով պետք է հայերը չբողոքեին, չպայքարեին եւ դեպի արևմուտք չգնային։ Դրա համար պետք է շուտապույտ հայտարարել, որ մենք խաղաղության ենք գնում եւ այդ երեք հանցագործը միասին հայտարարեցին։ Նիկոլը, Պուտինը եւ Ալիևը հայտարարեցին, որ գնում են խաղաղության, որպեսզի համամարտկային որպես արժեք եւ որպեսզի արևմուտքին խանգարեն այստեղ, ասեն կարող է դուք կռիվ եք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում։ Այն խաղաղությունը, որի վրա մենակ աշխարհը ծիծաղում է, ինչ խաղաղության մասին է խոսքը, որ երկիրը գրավել են, քեզ ճնշում են, ստիպում են միշտ սահմանադրություն փոխես եւ այլն եւ այլն։ Այս Մոսկվայում է առաջացել։ Հիմա որպեսզի իմանանք Մոսկվայում է առաջացել եւ համոզվենք, որ նախորոք է եղել դա միջև պատերազմն է եղել, ոչ թե պատերազմի արդյունքում, եկեք քննարկենք այս վերջի, որ պետք է ստորագրվի, որ ասում են համաձայնեցրել ենք, համաձայնագին մի քանի կետեր, կարևոր կետեր, որ վերջը դուրս է։ Մեկը դրանցից մեկը Մինսկի խմբի լուծարումն է, մյուսն էլ Մեղրի Միջանցքի հարցն է։ Հերթով սկսենք Մինսկի խմբի լուծարումից։ Մինսկի խումբը ստեղծվել էր 1978 թվականից սկսած ազգային ազատագրական պայքարի արդյունքում, որպես միջնորդ, որպեսզի ոչ մի կողմի շահեր չվնասվի, բանակցային գործընթացով առանց պատերազմի լուծեն հարցերը։ Քանի որ Մինսկի խմբի ստեղծելով Անդրկովկասում Ռուսաստանի այսպես ասած ազատության աստիճանը կամ ազատ վայրենություններ անելու աստիճանը պակասում էր, Ռուսաստանը Մինսկի խմբի ստեղծման առաջին իսկ օրից պայքարում էր Մինսկի խմբը վերացնելու համար։ Ու դրա լիքը փաստաթղթեր կան, նույնիսկ ՄԳԻՄՈ-ում կան գիտական հոդվածներ, թե ինչպես էր Ռուսաստանը լինելով Մինսկի խմբի անդամ, պայքարում Մինսկի խմբի դեմ։ Թուրքիայի հետ համատեղ 1997 թվի պայմանագիր, 2001 թվի պայմանագիր, 2001 թվականին Ռուսաստանը Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր առ այն մասին, որ իրենք այլընտրանք որպես Մինսկի խմբին տանելու են Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ձևաչափ։ Հիմա դեռևս այդպիսի բաներ աշխատություններ, որոշ ժամանակ հետո պարծենալու են, հպարտանալու են, որ քանդել են Մինսկի խումբը, ճիշտ ինչպես Իստրակովը ասում է, ժամկետից շուտ կատարեցինք մեր առաջադրանքը, Ղարաբաղը հայաթափեցինք։ Պարոն Հայրյան, մի փոքր կանգ առեք Իստրակովը ով էր եւ ինչի մասին էր խոսում, որ մեր հերոստատիտողը հասկանա։ Իստրակովը, չգիտեմ, ինչ պաշտոնի է Ռուսաստանում։ Ռազմական գործիչ է։ Ռազմական գործիչ է գեներալ Իստրակով, որը ելույթ է ունեցել Աղդամի մոնիտորինգային կենտրոնի փակման ժամանակ եւ այնտեղ հպարտացել է, որ իրենք կարողացել են ժամկետի մինչեւ 25 թիվը ժամկետ ունեն հայերեն այնտեղից քշելու, բայց քշել են 23 թվին հերոսություն են արել։ Էս է բանը Իստրակովի բանը։ Հիմա դա Մինսկի խումբը Ռուսաստանից ցրելու երազանքն էր։ Մինսկի խումբը ցրելու արդյունքը պետք է լինի նոյեմբերի 9-ի թուղթի ստորագրումը, այսինքն կապիտուլյացիոն ակտ համար 1։ Բայց դրա համար նախկին ոչ մի նախագահ, ոչ Լևոն Տեր-Պետրոսը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չգնացին այդ քայլին։
Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրաժարական տվեց, որպեսզի չստորագրի նոյեմբերի 9-ի թուղթի նման մի թուղթ։ Հիմա բայց ռուսները չէին հետ կանգնում իրենց, բայց անընդհատ աշխատում էին այդ ուղղությամբ, ստիպում էին, մի անգամ նույնիսկ արտահոսք եղավ, որ եթե Մինսկի խումբը հանեք, դա կարծեմ Ռոբերտի օրոք էր քննարկվում։ Մենք այնտեղ կստեղծենք բուֆերային գոտի, մենք խաղաղապահներ կբերենք կանգնացնենք, ինչն է հետաքրքիր այդ բուֆերային գոտու, որ համարյա, ոչ թե համարյա, ամբողջ Ղարաբաղը հայկական մասերը գնում էր այդ բուֆերային գոտու մեջ եւ Հայաստանից ինչ-որ մասեր, Բորիսի բանի կողմերից էլի, որտեւ ճիշտ այդքան դրա երկարության չափ մենք ազատագրել էինք։ Այսինքն մենք գիտենք, տեսել ենք Լաչինի Միջանցկի օրինակով, թե ռուսական խաղաղապահ զորքը այդ բուֆերային գոտում ինչ պետք է աներ։ Մի խոսքով 3 նախկին նախագահները չեն գնացել նոյեմբերի 9-ի թղթի ստորա, դրա համար առաջացավ անհրաժեշտություն բերել Հայաստանում իշխանության մի ուժ, որը գնալու է այդ քայլին։ Երկար են երևի փնտրել, մինչև այս վերջի երևույթին ճարել են իր ԿՊ-ի հետ, որպեսզի բերեն իշխանություն, նախորոք բերելով իշխանության եւ ստիպելով, որ պետք է տակ Ղարաբաղը։ Գումարվել է այստեղ գլխավոր գերագույն անձի բանը, անձնական թշնամանքը հայության եւ ընդհանրապես եւ առանձնապես Արցախի հանդեպ եւ Շոյգուի ասած ռազմական փայլուն օպերացիայից հետո առաջ, որ ասում եմ ենք թուրքերի հետ Արցախում, Ղարաբաղում փայլուն մի համատեղ օպերացիա արեցինք, ընդ որում ոչ Ադրբեջանի հետ, թուրքերի հետ, Թուրքիայի հետ, եւ նրանց պետք է մի քաղաքական դժվար օպերացիա էլ Հայաստանում անել եւ արեցին այդ օպերացիան։ Հիմա նայենք մի քիչ չենք կարող շատ մանրամասը անդրադառնալ, բայց 18 թվականին Նիկոլ Փաշինյան եկավ իշխանության, այդ թվում եւ Հայաստանում գործող ռուսամետ իշխանների ուժերի գործուն աջակցությամբ, որ ասենք Ռոբերտ Քոչարյանի թևը, Սերժ Սարգսյանի թևը, Բեգլարյան, ինչա Գագոյանն, Գագիկ Սարուկյանի թևը, նրանք պարլամենտում ձայն տվեցին եւ Նիկոլինսը այդ ընտրությունից հետո նա գնաց Մոսկվա բանակցությունների մի երկու անգամ գնաց եւ բանակցություններից մեկից հետո գալով ցրեց կոալիցիոն կառավարությունը, որովհետեւ այդ կոալիցիոն կառավարությունը շոշափով պետք է դեմ լիներ նրա բանակցությունից դուրս գալու գործընթացին, հայտարարեց, որ բանակցությունից դուրս է գալիս, սա պատերազմի պատրաստում է։ Եվ բացի քաղաքական պատրաստումից, որ բանակցությունների չեն գնում, որպեսզի Ալիևի համար հնարավորություն ստեղծվի հարձակվի, նաև ռազմական մին դավաճանական քայլ էլ կատարվել։ Գորիսում կորպուս կար, որի ռազմական դոկտրի, ըստ Հայաստանի ռազմական դոկտրի, պարտականությունը Արցախի հետևը փակելն էր, հնարավոր հարձակման թիկունքը փակելն էր եւ անմիջապես պատերազմը սկսելուն պես Արցախի տարածքում երկրորդ գիծ կազմելն էր։ Էդ էլ ցրեց 19 թվականին ցրեց այդ կորպուսը։ Հիմա Մոսկվան շարունակեց իր քաղաքականությունը, պերեսին հասցրեցին, միջև էտել էր, արդեն Մոսկվան գործում, բացեք Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի հոպը կցեցին Ռուսաստանի հոպին ու հրամանատարությունը դրեցին ռուսների ձեռքին, որպեսզի չմիջամտի պատերազմի ժամանակ։ Եվ կազմակերպեցին 16 թվականի պատերազմը ռուսներին ցույց տվեց վերջնապես, որ այդ 5 կոչված նախագահները կամ նախկին չեն գնալու միջև վերջ այդ քայլին, իրենց ասած միջև վերջ չեն գնալու, չեն սատարելու ռուսական քաղաքականությունը։ Դրա համար նորից անդրադառնանք, շատ ասել եք կրկնողություն չլինի, անհրաժեշտություն առաջացավ Հայաստանում իշխանափոխության բերել մի իշխանության մի մարդու, որ իրենց ծրագրերին չի խանգարելու։ Հա, ուրեմն եւ Մինսկի խմբի լուծարում հիմնականում նշանակում էր նոյեմբերի 9-ի թուղթի ստորագրում։ Այդպիսով Մինսկի խումբը լուծարեցին, բայց
Մինսկի խումբը դեռևս ինքնալուծարված չի համարվում։ Այսինքն Արցախի հարցը չի փակվել, դրա համար էս համաձայնագրի մեջ մտցնում են հետ, որ Մինսկի խումբը երկուստեք դիմեն վերացնեն։ Հայտարարում են այս համաձայնագրի մասին, որ Ադրբեջանն էլ է ինչ է զիջում Ադրբեջանը, ասում է արևմտյան Ադրբեջանի գաղափարից հրաժարվելու։ Նախ չի հրաժարվելու, նախ Ալիևը չի պատրաստվում համաձայնագիր ստորագրել, համաձայնագիր խաղացնելով աշխատում է ավելի շատ զիջումներ պահանջել Հայաստանից չի բավարարում։ Երկրորդը, այսինքն մենք հրաժարվում ենք Արցախից, Ալիևը հրաժարվում է Երևանից, երկու հայերն են հրաժարվում հայկականից, ռուսներն են հրաժարվում, թուրքերն են հրաժարվում հայկականից։ Հիմա մյուս քայլինգը, որպեսզի հասկանանք նորից, որ նոյեմբերի 9-ը եւ խաղաղության պայմանագիրը եւ այս կապիտուլյացիոն ակտերը նախապես ծրագրում են Մոսկվայում, մեզ դա շատ լավ հուշում է նաեւ բանում Միջանցքի հետ կապված պատմությունները։ Ես ուզում եմ բանի Մեղրի Միջանցքից մի քիչ ավելի երկար խոսեմ, հերվից գամ, որպեսզի հասկանալ լինի։ Մեղրի Միջանցքի պարզ է, որ թուրքական աշխարհը այսօր չի ծնվել եւ թուրքական աշխարհի երազանքները մեզ թուրան սարքելու այսօրվանից չի, անցած ոչ թե անցած, երևի նախանցած դարից է, 1850-ականներից արդեն պանթուրանիզմի գաղափարներ կար եւ հետաքրքիր որ այդ պանթուրանիզմի գաղափարներ մեծ գաղափարախոսներից, ասենք 6-ից ասենք 5-ը էլի ռուսական թաթարներ են, էլի Ռուսաստանում ծնվել։ Այո, Տարասով ասում է, չէ, թուրանական ծրագիրը ծնվել է Ռուսաստանում։ Այդ հետագայում այդ թուրանական ծրագիրը ոչ թե ծնվել է, ԿԿԲ-ն ախրանքան վերցրեցին, մշակեցին եւ այլն։ Բոլոր դեպքերում այսինքն լաչին բանի ներողություն, Մեղրի Միջանցք հասկացողությունը կապված է թուրանական աշխարհի հետ։ Թուրանական աշխարհի միացման հետ, բայց Մեղրի Միջանցքով շահագրգռված են այսօր ավելի շատ ռուսները։ Ինչու որովհետև ռուսները դարձել են իրենց դարձել են թուրքական աշխարհի սպասարկու, արդեն սեփական քաղաքականություն տանելուց որոշել են հրաժարվել իրենց գործնա։ Հիմա նայեք, Մեղրի Միջանցքի մասին դեռևս շատ հեռու չգնանք 1918 թվին Հայաստանի պետությունը ստեղծելուց հետո կարծեմ 19 թվականին թուրքական գեներալներից Խալիլը, որը Արամ Մանուկյանի հետ ինչ որ հարաբերություններ, ծանոթություններ ուներ, այն ժամանակներից երբ հայերն ու երիտ թուրքերը դեռ պայքարում էին սուլթանի դեմ, այսինքն ընդհանուր թշնամի ունեն ծանոթություն։ Իր այդ ծանոթությունից օգտվելով Խալիլը որոշեց գա Արամի մոտ։ Նա իր հետ ցորեն բերեց, նույնիսկ փամփուշտներ բերեց հայերի համար, որ իմացալով որ այդ փամփուշտը երևի թուրքերի հասցեին ակրակվելու, բերեց, բայց որպես հարաբերություններ ստեղծելու միջոց Արամին առաջարկեց Մեղրիով իրենց միջանցք տալ եւ Ջիվանշիրի ուղղությամբ Ջիվանշիրը Գանձակից դեպի Կովկաս ընկնող տարածքն է։ Ջիվանշիրի ուղղությամբ ինչքան ուզում եք գրավեք, ասում մենք կոկրենք։ Տեսեք Մեղրի Միջանցքի դերը ինչքան բարձր է նրանց համար, որ ասում է այստեղից մի քիչ դուր այնտեղից ինչքան ուզում ես գրավի։ Ու պարզ է որ Արամը մեր այսօրվա քաղաքագետների նման չէր մտածում, այդպիսի մտածող երևի երկար ժամանակ չենք ունեցել, չենք էլ ունենալու, Արամը մերժեց Խալիլի առաջարկը։ Նույնիսկ Խալիլը այնքան էր տրամադրված Արամի հետ այդ բանը, որ Զանգի Բասարի շրջանի թուրքերը եկել են բանում գնացքի երկաթուղային կայարանում Խալիլի ներկայությամբ Արամի դեմ ցույց անելու, Խալիլը նրանց կեղտոտ հայհոյանքներ տվեց, ասել վրա դրեք այստեղից, դուք Արամի երկրի քաղաքացիներ եք, պետք է ենթարկվեք Արամին։ Մի խոսքով, գանք հետ 18-20 թվականի իրադարձությունից հետո սահմանները գծելուց հետո դաշնակցությունը երկար դիմադրեց, միջև անգամ կարծեմ ինչ որ Չիչերինի մոտ էին գնացել թուրքերը, Չիչերինն ասաց մենք չենք կարող մեր հայ բարեկամներին դավաճանել, այդ ժամանակ դեռևս Հայաստանը բանի մեջ չէր, Ռուսաստանի կազմի մեջ չէր, չէին գրավել Ռուսաստանը։ Սովետական միություն ստեղծվելուց հետո մի մաս այդ բաները մահացավ, բայց Սովետի վերջի տարիներին նորից արծարծվեց, Սովետը դեռ չէր քանդվել, նորից արծարծվեց եւ
Իգոր Մուրադյանը այսպեսի մի բան էր պատմում, թուրքերը առաջ քաշեցին, որ իրաց Նախճիվանի հետ բան տան, ավտոճանապարհ տան երկաթուղիից բացի, ավտոբան, այսինքն ապագայում կտրելու համար էին ուզում երևի, որպեսզի այնտեղով իրաց տնտեսությանը իբր թե պետք է շատ ազդի։ Թաթարյան Գեորգի կար կարծեմ մեր արժանահիշատակ մեծ հայրենասեր մարդ էր, որը այն ժամանակ Կովկաս գազի կենտրոնը Հայաստանում էր, հիմիկվա հայ-ռուս գազարդի, բայց ամբողջ Անդրկովկասի գազի եւ մեծ պաշտոն էր բավական։ Կարողացավ Մոսկվայի կողմից բան դաբրո ստանա, այսպես ասած ռուսերեն բառ օգտագործեք, որ այդ մոնիտորինգը հասկացնեն հայերը եւ այդ մոնիտորինգի վրա դες հենց երիտասարդ Իգոր Մուրադյանին։ Իգորը պետք է այնտեղ հաշվարկել, թե քանի մեքենա է անցնում, ոնց անում, իրոք այնտեղ ճանապարհի Ադրբեջանի տնտեսությանը օգուտ կտա թե չի տա։ Հիմա անկախ արդյունքներից պարզ էր, թե Իգորը ինձ հաշվետվություն պետք է տար, ասացին, որ ձեռնտու չի տնտեսապես եւ այդ բանը փակեցին։ Հիմա դրա համար նորից վերարծարծվեց Միջանցքի հարցը արդեն Հայաստանը անկախանալուց հետո, թե Լևոնի ժամանակ քննարկում էր, չգիտեմ, բայց Ռոբերտի ժամանակ ակնառու են, նույնիսկ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը Քիվեստի բանակցությունների ժամանակ խոստովանել էր, որ պետք է ճանապարհ տա այնտեղով։ Ինքը Ռոբերտը իր մոտիկ շրջանակներում այսպես է արդարացել, որ ես գիտեի, որ Պարսկաստանը դեմ է լինելու, դրա համար այնտեղ մի քիչ թեթև պրծնելու համար խոստացել եմ։ Իմանալով, որ կարելի է Պարսկաստանի դեմ լինելով այդ խնդրի տակից դուրս գալ։ Ճիշտ է, թե հիմա սխալ է, կարևոր չի։ Եվ այսպես նորից ձգձգվեց, Քիվեստից հետո նորից հրաժարվեցին հայերը, ինչ որ պայմաններով, մի խոսքով չտվեցին, թե համաձայնելուց հետո հրաժարվեցին։ Հաջորդ անգամ մենք կարծեմ խոսել ենք ձեր հետ Մարիամ, մի անգամ խոսել ենք այդ թեմայով, որ հաջորդ անգամ արդեն առաջ չավ Սերժ Սարգսյանի օրոք, նրա վարչապետն էլ Տիգրան Սարգսյանն էր։ Հիմա սրանք ուրիշ խորամանկության գնացին, որոշեցին էլի, բայց Նիկոլի բանով էին առաջնորդվում, որոշեցին ժողովրդին խաբել, ոչ թե հակառակորդներին, ասել, որ Թուրքիա բանը Եվրոպայի հետ առևտուրի կամուրջ ենք դառնում եւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջով, դա պարզ է պետք է որ Զանգեզուրով լիներ։ Հա, եթե այդ պլանը նրանք իրականացնեին, անպայման այդ միջանցքը կառաջանար։ Այստեղից երբ որ նրանք ռուսներին առաջարկեցին Հայաստանով առևտուր անել, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքով իմ կարծանք ենթադրություն են, բայց շատ մոտ են ճշմարտությանը, ուրիշ հնարավոր չի։ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն էլ է այդ հուշում։ Այստեղ ռուսները արդեն հետաքրքիր եզրակացության եկան ըստին, որ եթե հայերը այդպես են վերաբերում իրաց տարածքի, մենք ինչու հայերին այդ տարածքով ասելու համար հարկ տանք, այնտեղ հարկավոր է սեփական միջանցք ունենալ։ Եվ երևի գնացին բանակցությունների Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը դրա փոխարեն ուզեց իր տարածքները, իր կոչվող տարածքները ուզեց Ղարաբաղը։ Դրա համար առաջի էտապը եղավ 20 թվականի կռիվը, մինչև Շուշի ու Հադրութը տալը։ Երկրորդ էտապը ամբողջ Ղարաբաղը դատարկելը երևի կապված էր այն բանի հետ, որ Ռուսաստանը Իրանից մեծ առաջադրանք հավերց իր ուժերից մեզ, որ Ուկրաինան գրավի, այնտեղ գործերը թարս գնացին, այստեղ չկարողացավ կառավարվել, եւ ստիպված եղավ թուրքական պահանջներին գնա, բայց մինչև այսօր հայտարարում է, որ միջանցքը պետք է լինի, ռուսները նոյեմբերի 9-ի թղթով միջանցքը պետք է լինի եւ այնտեղ պետք է կանգնեն ռուսները։ Ինչին Արևմուտքը եւ Իրանը դեմ են։ Բայց ռուսներն ու թուրքերը չեն մոռացել, ռուսները, թուրքերը եւ նրանց շահերը սպասարկու Հայաստանը ուժերը չեն մոռացել, որ պետք է տան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է մենք այնտեղ ճանապարհ կտանք, բայց միջանց չենք տա։ Հիմա նայեք բլեֆել է, այսինքն էլի ժողովրդին ուզում են խաբել։ Ճանապարհը, նայեք, ես պատմեմ ինչ կարող է լինել։ Ծխածածկույտ, այո։ Պատմեմ ինչ կարող է լինել։
Եվ պատմությունից էլ օրինակներ ունենք։ Ճանապարհը տալիս են, մի քանի օր թուրքերը հանգիստ խաղ գնում գալիս են, հետո Շուշի էկոակտիվիստների նման մի Գալիս են։ սադրանք են անում ճանապարհին։ Այո։ Ռուսները չնայած հապկում հայերի բաները սառեցված ամասնակցությունը, վրազ տաքացնում են այդ սառածությունը, ընդունում են հապկը, հիշում են 97 թվականի հայ-ռուսական դաշինքը, որ Հայաստանի դաշնակիցն են եւ զորք են մտցնում իբր թե Հայաստանը պահելու համար այդ ճանապարհը։ Զորքը մտցնելուց այդ ճանապարհը վերցնելուց հետո արդեն նայենք Լաչինի Միջանսկի ճակատագրին, որոշ ժամանակ հետո ռուսները կկանգնեն, հետո թուրքերի հետ միասին կկանգնեն, հետո ռուսները կգնան, թուրքերը էսա ապագան խաղաղության համաձայնագրի ապագան էսա։ Տեսեք, որ ասում եմ ռուսները այդ խաղաղություն բառը բերել են, որ որպեսզի բլեֆ անեն, աշխարհին խափեն, հայերի խափեն, սրանք խափեն։ Տեսեք, նրանք Ուկրաինայի վրա հարձակումներ անվանեցին SVO։ Եվ երազում են, որ 3 օրում այդ SVO-ն պրծնելու է, հետո նորից հայտարարեն, որ մենք խաղաղություն ենք ուզում Ուկրաինայի ժողովրդի հետ տեսնեն եւ ընդ որում նրանց ոգևորել էր Հայաստանի կործանումի փորձը, բայց նրանք մոռացել են, որ Ուկրաինայում չունեն Նիկոլ Փաշինյանի նման իրենց շահերը սպասարկող։ Այսինքն փորձել են այնտեղից որ մարդիկ ասեցին, որ Մեդվեդչուկի մասին են խոսում, որին 5 միլիարդ էին տրամադրում, այնտեղ այդպես ցանց ստեղծի, որոնք հենց իրանք հարձակվեն, այնտեղ կոլաբորացիոն էլի կոլաբորանտական գործողություններ անեն, հայտարարեն Ռուսաստանը բարեկամ էսեն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ուզում է այսօր ներկայացնի որպես խաղաղության համաձայնագիր, որպես իր առաջարկածը, Ալիևը ասում է ես եմ առաջարկել, Նիկոլ ասում է ես եմ առաջարկել, Մոսկվան ասում է ձենները հետ կտրենք, մենք ենք գրել, գրել տվել ձեզ որ առաջնորդվի, այդպես էլ կա։ Այսինքն, բայց նորից եմ ասում, մենք պետք է վախենանք երրորդ ակտից, որին գնում է Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, մի քանի օր առաջ ազգային ժողովն ինչ է հայտարարում։ Գորգոր, ես ձեզ պատերով կտամ, ես կանեմ, ենք անեմ, հետո հարցնում են, հարցին պատասխանում ավան։ Ես Հայաստանի վարչապետն եմ, եթե Հայաստանի ժողովուրդ ասի սխալ ես անում, Արցախը Ղարաբաղյան շարժում հենց էս էլ է որ ամեն ինչ Մոսկվայից է գալու։ Ղարաբաղյան շարժումը ում է բան, Ղարաբաղյան շարժման դեմ ով է խոսում։ Նույնիսկ թուրքերը չեն Ղարաբաղյան շարժման դեմ այդքան թպրտացել, քան ռուսները։ Առաջի օրից մինչև հիմա բանը Գորբաչովը ասում էր, «Это мне нужно спину»։ Ռուսները համարում են, որ Ղարաբաղյան շարժման արդյունքում է սովետը քանդվել։ Պրիմակով ասեց, չեք կարող պաղեք այդ տարածքները մենք ձեզ զգուշացնում ենք, դա դեռևս 94 թիվ էր։ Այսինքն իսկ ինչ է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը 1920 թվականի բոլշևիկյան կապիտուլյանտական որոշումներից հետո բոլշևիկները հայերը ինչքան հետաքրքիր ժողովուրդ են, այն ինչ որ այլ անում է Նիկոլը այսօր 20 թվականին Միասնիկյանն արել։ Միասնիկյանի արձանը երևում ամենամեծ արձանն է, հետո էլ ասում են Նիկոլը ոնց է սրատակից դուրս գա։ Նիկոլն նայում Միասնիկյանի արձանը եւ ոգևորում իր արձանը կարող ավելի մեծ լինի Միասնիկյանը։ Ինչ տարբերություն Միասնիկյանն է հող տվել, թե Նիկոլն է հող տվել։ Երկուսն էլ հող են տվել։ Ղարաբաղյան շարժումը այդ կապիտուլյանտական որոշումներից Ղարսի պայմանաբանի ռուս-թուրքական պայմաններից հետո հայերի առաջին արտոնացումներ, որ սեփական պահանջների համար պայքարելներ։ Հիմա նորից հայերին հետ են վերադարձնում այն հունը, որ դուք իրավունք չունեք, ոչ մի իրավունք չունեք, ոչ մի բան չեք կարող անեք, պետք է ձենների հետ կտրեք։ Եվ գնացեք վերացեք։ Ինչը։ Եվ գնացեք վերացեք ֆիզիկապես եւ։ Այո, գնացեք վերացեք, ընդ որում ձեր առաջնորդներն էլ ձեզ շատ հանգիստ կվերացնեն։ Էսա բանը հիմա Պարոն Հայրյան, այս ֆոնի վրա Արցախի խնդիրը, ես կասեի Արցախի հանրապետության խնդիրը, ինչ ենք անում, ինչ է ակնկալվում, ինչ է սպասվում։ Մարիամ, մենք շատ ենք խոսում այդ մասին, Արցախի խնդիր չկա, կա Հայաստանի խնդիր, Արցախը Հայաստանի, Արցախի հարցը այս վերջի երրորդ հանրապետության հիմնակարն է։ Եթե Ղարաբաղյան շարժում 88 թվականին սկսեր, հասկանալի չի, այս հանրապետությունը կլներ թե չէ։ Այո, համամիտ եմ։ Համաձայն եւ ինչ համամիտ, փաստեր կա։ Ղարաբաղ կոչված կոմիտեն եղավ այս պետության առաջին ղեկավարությունը, ճիշտ է։ Այո։
Այսինքն այնտեղից է գալիս։ Հիմա տեսեք 1920 թվականին Հայաստանին հանրապետության ստատուս տալուց հետո ռուսները չեն հանգստացել։ Ստալինի հանցակից գործակիցների դատավարության ժամանակ Բաքվում մի հատ Բագիրով ունեին առաջի քարտուղար։ Այնտեղ դատարանում ասելա, որ մենք պատրաստում ենք 53 թե 55 թվականի ամառը Հայաստանը վերացնենք որպես հանրապետություն։ Ռուսները այդ երազանքը ունեին, հիմա էլ անում են Նիկոլի օգնությամբ են անում։ Հիմա եթե Արցախի հարցը փակում են, Նիկոլը ասում է փակում են, որ Հայաստանը պահեն, բայց Արցախի հարցը փակում են, որ Հայաստանի հարցը փակեն։ Այո, որ հիմքերը ավերեն Հայաստանը։ Բանը եթե ռուս Սերգեյ Գորոդեսկին կամ մնացածը թուրքը, պարսիկը անգլիացին հասկանում է, որ Հայաստանը առանց Ղարաբաղ չի կարող ապրել։ Հայը ինչու պետք է չհասկանա։ Չպետք է հասկանա, չի հասկանում այն հայը, որը ղեկավարվում է ուրիշ տեղից, որը ղեկավարվում է ռուսական հեչատներով, ռուսական բաներով։ Եվ այլն։ Հիմա Արցախի հարցը փակելով մենք պետք է հրաժեշտ տանք Հայաստանի պետության։ Հայաստանը ապրելու համար պետք է Արցախը վերականգնվի։ Տես այստեղ գալիս է մենք երևի զրույցի սկզբում պայմանավորվել ենք խոսենք նաև Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին։ Այստեղ ավտոմատ գալիս է։ Չկա սոցիալ-տնտեսական հարց առանց քաղաքականության։ Սոցիալ-տնտեսական հարցերը սխալ քաղաքականության արդյունք են եւ լուծում են ճիշտ քաղաքականությամբ։ Հիմա այսպեսի մի բան ասեմ, ինչու է արցախցիները սոցիալական հարցերը գնալով բարթանում, որպեսզի հասկանանք ինչու է բարթանում, հիշենք 22 թվականին Պրագայում մի հանդիպման ժամանակ արտահոսք եղավ թուրքական աղբյուրներից, որ Ալիևին Նիկոլը Պրագայում խոսք է տվել Ղարաբաղ այլևս փող չուղարկի, բայց տեսեք նորից 144 միլիարդ է ուղարկում։ Ալիևը Նիկոլին ասելա դու ես գրգռում, որ Ղարաբաղցիք չեն հազվում, չեն ինտեգրում, ասում է ես չեմ գրգռում, ասում է որ դու չես գրգռում, փող մի ուղարկի։ Հիմա առաջադրանք է ստացված Մոսկվայից եւ Բաքվից Արցախ համայնքը վերացնել։ Պետք է չլինի, համայնք չլինի, որ խնդրեմ չլինի։ Դրա համար սոցիալական պայմանները չեն ուզում ինչ որ ոնց որ ծաղրի նման մի բնակարանային ծրագիր են գրել, երևի ծաղրելու համար ղարաբաղցիներին եւ առօրյական հարցերի համար 40 պլյուս 10,000 օգնություն են տալիս, էդ էլ ուզում փակեն, հայտարարելով որ եթե չենք կտրում Ղարաբաղցիները չեն գրվում բանին։ Քաղաքացի։ Այդ չէ ծաղրելի բնակարանային բանին չեն գրվում։ Եվ որ ասում համայնք ուզում են վերաստիպում են քաղաքացիություն ընդունել։ Իսկ մենք անձամբ ձեզ հետ գիտենք, որովհետև 3 տարի այդ նույն բանով պայքարել ենք, մինչև մնացած արցախցիները են փախստական դարձել։ Հայաստանի բոլոր հիմնարկների, բոլոր ղեկավարների հետ խոսել, ասեք մենք փախստական, ասեք չէ դուք փախստական չեք։ Դուք Հայաստանի քաղաքացի եք։ Ես ունեմ միգրացիայի վարչության նամակը պաշտոնական ինձ գրած, մեր կազմակերպությանը պատասխանել, որ դուք հանդիսանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դա մենք չենք կարող ձեզ փախստականի կարգավիճակ տալ։ Այսինքն ինչ եղավ, որ հանկարծ որոշեցի, որ որովհետև մտածում էին, որ այնտեղ էլի այստեղ մի անգամ խոսել եք, մտածում էին, որ Ղարաբաղ մնալու է այնտեղ, դառնալ լղիմի նման մի բան կամ մեր շրջան, բանը այստեղի հադրութեցիներն էլ հետ են տալու այնտեղ, ստիպողաբար, դրա համար փող էին ուղարկում, այնտեղ արդեն նոր հադրութ էին կառուցում, նոր մեծ թաղվար էին կառուցում, արդեն 22 թվականի դեկտեմբերին պատրաստում էին թաղվարացրել բնակարանամուտ անել, այսինքն Արցախի հարցը պետք է փակվեր, Արցախն ինտեգրվեր, հիմա էլ քանի որ այնտեղ չի ստացվել ինտեգրել, ստիպել փակել, Արցախը եկել է այստեղ պայքարում է իր իրավունքների համար, այստեղ փակելու համար պետք է զանազան հնարքներ, առաջինը քաղաքական, ասում եմ հարցնում է, ես չեմ հարցել, ժուրնալիստները հարցնում են, ինչու եք ստիպում քաղաքացիություն ընդունել, կարծեմ նույն միգրացիայի վարչության պետն է պատասխանում, ասում է որովհետև մենք այդ քաղաքացու վրա պետք է լուրջ ներդրումներ անենք, դրա համար ինքը պետք է մեր քաղաքացիները որ անենք։
Այմար մենք չենք ուզում ձեզանից սեփականություն տուն, 100 անգամ ասել ենք, մեզ տվեք սոցիալական բնակարաններ, մենք Արցախ վերադառնալուց այդ բնակարանները կմնա ձեզ սեփականություն։ Եթե Սադանան չանի, այնպես չանի, որ չկարողանանք վերադառնալ, 10 տարի հետո էլի ոնց որ սովետական տները սեփականաշնորհել եք, նույն ձևի կսեփականաշնորհեք, սերտիֆիկատ կտակ կամ փողով կստիպեք ինչ-որ մուծումներ անի սեփականաշնորհեք։ Այսինքն պատճառ են բռնում, որ իբր թե քաղաքացիությունը պետք է որ մեզ ներդրում, բայց այդ չի պատճառ։ Պատճառը է, որ Մոսկվան ասել է Արցախը ջնջի։ Մոսկվան ասել է Արցախը ջնջի, Բաքուն էլ այնտեղ ուրախանում է, որ ինքը հանգիստ նստած Մոսկվանու հայերը իր հարցերը լուծում են, իր համար հարցերը լուծում։ Էսա սոցիալ եւ ես ուզում եմ այս 40+10 կտրեն, որպեսզի իբր տեսնի քաղաքացիություն համար դիմողներին մի քանի ամիս համարյա տարի չափ քաշքշում են։ Այո, այսինքն քաղաքացիությունն էլ այսպես են տալու, մեզ ստիպելու են քաղաքացիություն դիմում գրենք, մինչև 26 թվականի ընտրությունը, որտեղ Արցախը պոտենցիալ իրանց դեմ է զայն տալու, որպեսզի դեմ զայն չտա, 26 թվականի ընտրությունը ինձ թվում է, ոնց որ մի հրամանով տվել են փախստական բոլորին, այդպիսի մի հրաման են գրած քաղաքացի ես Հայաստան, ուզում ես մնա չեզում գնա այստեղից։ Չընդունես արտահանելու ենք կամ Ադրբեջան կամ էլ քշելու ենք այլ երկիր։ Էս է լինելու մեր վերջը, եթե Արցախի ժողովուրդը չհամախմբվի եւ Հայաստանի ժողովրդի աջակցությունը չստանա, հնարավոր չի։ Իսկ Հայաստանի ժողովուրդը ինչու պետք է Արցախին աջակցի, որովհետեւ պետք է նայի Արցախի ճակատագրին եւ տեսնի իր ճակատագիրը։ Եթե հիշում ես մեր ցույցերի ժամանակ ես միշտ ասել եմ, որ Թուրքերի նպատակակետը Հադրութը չէր, Ստեփանակերտը չի, այլ Երևանն է։ Իհարկե։ Միշտ ասել եմ։ Ստեփանակերտից զանգում են, ինձ ասում են, այդպես բաներ մի ասա, ռուսները մեստեղ պահում են, բան թող պահեն հիմա, ու դե որ ռուսները այդտեղ պահեն, հայ ազգը պետք է զարթնի եւ Արցախի հարցը ոչ թե փակի Ղարաբաղյան շարժումը, ինչպես Կոլաբրանտն է ասում, այլ Ղարաբաղյան հարցը նորից վերականգնի, պայքար սկսի Արցախը վերականգնի հայկական ստատուսով, այո, ու արդեն անկախ Ղարաբաղի կարիք չի լինի, քանի որ մենք արդեն ժողովուրդով միացել ենք, մնում է մեր հողերը հետ բերենք։ Պարոն Հայրյան, մենք կարողանալ ենք հակադրվել այդ ճակատին, որ տանում է հայության վերացում, կլինի Ռուսաստանով, չգիտեմ, Իսրայելով, թե կլինի Թուրքիայի ձեռքերով, տանում են հայության, մենք կարողանալու ենք Արցախի, չգիտեմ, որպես հանրապետություն կամ որպես Հայաստանի Հանրապետության մարզ, այդ կարգավիճակի իրավունքների մասին բարձրաձայնել, պահպանել Մինսկի խումբը, մենք այդ ուղղությամբ քայլեր անում ենք, որպես հանրային դաշտ։ Ի հեճուկս բոլորին, եթե մենք դա չանենք, ապա մենք այո, կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես։ Եվ այդ վտանգը նույնիսկ գայական առումով է արդեն սրված։ Այսինքն այսօր տպավորություն կա, որ Արցախի հարցը զանգ է, որ հնչեցնում է սպառնալիքի մասին, որ հայություն ոտքի կանգնիր, քո վերջին հանգրվանը դու կարող ես կորցնել, դու կարող ես կորցնել Հայաստանի Հանրապետությունը։ Ես Facebook-ում տեսնում եմ մի շատ լավ հայ մարդ կա, Արտուր Ղազարյան, Շահումյանցի։ Ինքը երեք այսպես սրտաճմլիկ այդ տիպի գաղափար շատ է ասում է սատանայի հետ էլ լեզու պետք է գտնեինք, Շահումյանի հողը չտայինք, Արցախի հողը չտայինք, որտեղ ասում է ես այսօր զգում եմ, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետության հողն ենք տալու։ Դուք ո՞նց եք կարծում, սատանայի հետ մենք կարող էինք լեզու գտնել եւ Շահումյանից դուրս չգալ, Գարթմանից դուրս չգալ, Արցախից դուրս չգալ։ Մեր քաղաքական ղեկավարությունը սատանայի հետ համագործակցության է գնացել Հայաստանը կործանել, ցավոք սրտի։ Մինչև հիմա էլ սատանայի հետ համագործակցում են։ Եվ այդ սատանայի հետ համագործակցությունը եւ Շահումյանը կորցրել, այսինքն եթե սատանայի հետ համագործակցությունը չլիներ, երբ որ 93 թվականից վերջից 94-ի սկզբից 93-ի վերջից երբ որ հարձակման էինք անցել, ինչն էր մեզ խանգարում Շահումյանը եւ ասենք նույնիսկ Արցվաշենը հետ բերելու ռազմական ուժի կամ խնդիրների բանի գիտության տեսակետից դա չնչին բաներ էլի։
Բավական է շահումյանցիներին անձամբ առած ուրիշ զորք տալու հրաման տալ եւ զենք տալ իրանց հողը կազատագրեին։ Խանգարեցին մեր ղեկավարները, որովհետեւ համագործակցում էին Սադանայի հետ։ Իսկ Սատանայի հետ համագործակցության մասին հին մեր դաշնակցական գործիչները մի բան են ասել, ասում են հանուն հայրենիքի կարելի է անգամ Սատանայի հետ համագործակցել, բայց այնպես չի, որ մարդը այնքան մեծ ուժ ունի, որ կարա Սատանայի հետ համագործակցի եւ Սատանային խաբի։ Դրա համար Սատանայից հարկավոր է միշտ հեռու գնալ եւ Աստծուն ապավինել, որպեսզի կարողանանք առաջ գնալ։ Իսկ որպեսզի կարողանանք մենք Արցախը պահել, կարողանանք Հայաստանը պահել, Ես միտեղ մի հատ նախադասություն ասենք Ղարաբաղի բարբարով, էլի։ Վեր մեջի պեցինի։ Կարողանալու ենք։ Եթե ազգի մեջ պես չկա, հիմա այս կոլաբորանտների հիմնական արածը ինչ է, ազգի մեջ երաս կայսերը սա հանգցնում են։ Որտեղ մի կայց են տեսնում։ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասեք տեսնում է միտեղ մի դուր կա, որ 5 տարի հետո կարող է ազգի համար բացվի, վազում են էլա փակում։ Այո։ Բազում են էլ ապավ չեմ կարծում որ ինա մեջ, անձամբ իրա մեջ ինչքան էլ այդքան թշնամություն լինի, ապուշություն լինի, մենակ Իրանով դա չի պայմանավորվում, առաջադրանք է կատարում։ Ռուսներից, թուրքերից առաջադրանք, ավելի շատ ռուսներից։ Իսկ մենք շատ ենք խոսել այստեղ այդ մասին, հայկական քաղաքական ուժերը հիմնականում սպասարկում են ռուսներին։ Ռուսները իրանք դարել են թուրանական ծրագրի սպասարկու փորձելով այդպես, բայց Մարիամ, այդ ապագայի մասին այդքան սև բաներ խոսելուց հետո բոլոր դեպքերում ինչ որ կատարվում է, այսօր աշխարհում մեծ բաներ է կատարվում, կախված է լինելու Հայաստանի ճակատագիրը մեծ քաղաքականություններից։ Այնպես չի որ, ասենք, Տրամպին փորձում են այսօր Ամերիկային ցույց տալ որպես Ռուսաստանի բարեկամ, իբրև սախվել է Ռուսաստանին բանակցություններ ագրում, եթե այդ բանակցությունները Ռուսաստանի օգտին ուներ, արդեն ինչ-որ բանի հասած կլինի, ինչ-որ լուրջ երևի տարաձայնության կլիներ, իսկ թվում է ինչ է կատարվում, նշաններ կա մոտը, չեմ կարող հստակ ասեմ, ոնց որ սովետական միությունը փլուզվեց, համանենք Ռուսաստանի առաջի փլուզում, ոնց որ հիմա Ռուսաստանի երկրորդ փլուզումն է կատարվում, նրանք քաշեցին Ուկրաինայի պատերազմին, շատ վատ վիճակի մեջ է, շատ վատ վիճակի մեջ է, էլ չի կարող պատերազմ, շատ համար խնդրում է Տրամպի, որ կանգնացնեն պատերազմը։ Հիմա այստեղ կախված է թե Ուկրաինան ու Եվրոպան իրենց ոնց են պահելու, կարողանալ Տրամպը կռիվ, բայց կռիվը կանգնացնելու դիմաց ռուսները իրանք երևի չեն ուզելու կանգնացնել, որտեղ Տրամպը շատ մեծ բաներ է պահանջում։ Նախ ինչքան գիտեմ, պահանջում է ատոմային զենքի կրճատում այն աստիճանի, որ ասենք բանի մոտորապես Ռուսաստանի զենքը պետք է հասնի Ֆրանսիայի մակարդակին, Ամերիկան Իրանն էլ պակասացնելու, եւ իսկ թվում է ինչպես սովետական միությունը քանդվելու օրերին ստիպել են, որ Վարշավայի պակտից հրաժարվի հանրապետություններին ազատություն տա, հիմա ստիպում են, որպեսզի նախկին սովետական հանրապետություն, ասենք Հայաստանից, իրենց զորքերը հանեն։ Այսպես է, հիմա այս թնջուկը ոնց կլուծվի մեծ քաղաքականությունը, հետև կարող է մեր ճակատագրի համար կամ այս կողմը լինի, կամ այն կողմը լինի, հույս պահենք, որ լավ կլինի Աստծո աջակցությամբ։ Պարոն Հայրյան, վաղը միտինգ է, արցախցիները դուրս են գալիս միտինգի, հուսամ, որ հայությունը ոչ արցախցիները նույնպես կաջակցեն այդ միտինգին։ Սա իմ վերջին հարցն է, խնդրում եմ ասել, կան դրական ակնկալիքներ միտինգի որպես արդյունք։ Հիմա ապագան չնայած դա շատ մոտ ապագա է, վաղն է, ոչ մեկը չի կարող կանխատեսել։ Բայց մի դրական բաներ կա արդեն, որտեղ այստեղից Հայաստանաբնակ մեր ընկերները բան են անում, կոչեն անում, որ միանալու են։ Այո։ Միտինգը կարող է մեծ լինել, միտինգի կազմակերպիչները ճիշտ է, պրոտոկոլ պահելու համար գրում են, որ մեր առաջին հերթին մեր միտքը Արցախ վերադարձն է։ Այո։ Բանը երկրորդ հերթին կոնկրետ երկրորդ կետը չեմ հիշում, խառնենք կետերի մաչնի, պատանները անպայման, տեսեք, որ ասում են գերի Բաքու, դա մեր ուզման դրանք գերիներ չեն, դրանք պատաններ են այս
այս ինչ որ խոսել են այդ ռուսների իրավիճակի։ քաղաքականության պատաններն են եւ այնտեղ տարվել են ռուսների որոշումը բոլորը, որովհետեւ Պուտին, Ալիևը, ինչու՞ չէ Նիկոլը պետք է ոչ հերո ապագայում գնան միջազգային դատարաններում պատասխանեն, տայել են այդ մարդկանց այնտեղ, որպեսզի մեղքը ամեն ձևի գցեն հայերի վրա, այսինքն դրանք քաղաքականության պատանդներ են, հենց գերի չի կարող, պատերազմի ընթացքում չեն վերցրել, պատերազմից հետո եկել են իրենց տներից վերցրել տայել, էլի, բաց պատանդներ են, եւ նրանց ազատելը, որ շատ հաճախ գնում են մակից եք պահանջում, պետք է պահանջվի Հայաստանի կառավարությունից, մեկ էլ Ռուսաստանի դեսպանատնից, որտեղ այդ երկուսն են խառնվել այդ գործին։ Հիմա այդ պատանդների մասին է եւ երրորդ թե չորրորդ կետով բանա սոցիալական ապահովությունն է, բանը այդ սոցիալական օգնությունը ձգել այնքան միջև կարողանանք բնակարանով ապահովել։ Այո, որ արցախցիները չհեռանան Հայաստանից, դա արդեն արցախցիները երկրորդ կետը հալավա հուշեցի երկրորդ կետով արտագաղթին են անդրադառնում, որ չանդրադառնան, ու այդ արտագաղթը կանխելու համար պետք է սոցիալական ծրագրեր մնան, անպայման։ Բայց Հայաստանի իշխանությունը ոչ թե ուզում է արտագաղթը կանգնել, ոչ թե ուզում է Արցախը հավաքական, բայց ուզում է Արցախը ջնջել, համայնքը ջնջել Արցախի։ Հիմա նայենք, ժողովուրդ վաղը շատ դուրս կգա երևի ըստ ամենայնի, տեսնենք այնտեղ կազմակերպիչները ինչպես կուղղորդեն այդ հավաքված ժողովրդին եւ հույս պահենք, որ զարթոնքի նման մի բան կստացվի վաղը։ Եթե զարթոնք եղավ, կկարողանանք ինչ-որ հարցերի հասնել, առաջ գնալ։ Շնորհակալություն ձեզ, պարոն Հայրյան, այս ծանր ու ցավոտ հարցի շուրջ զրուցելու համար։ Ես ուզում եմ հիշեցնել իմ հայրենակիցներին, որ ես զրուցում էի Հանուն Հադրութի հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանի հետ։ Շնորհակալություն, ստեսություն։